Ինչպես գիտեք, մենք ռեֆորմա մեկնարկել ենք դեռ 2 տարի առաջ, երբ առաջին խումբը հայտարարագրման հայտարարագիր ներկայացրեց, անցած տարի դրան միացան նաև որոշակի այլ խմբեր, այդ թվում նաև ամենամեծ խումբերի թեև արդյունք աշխատողների խումբը, այս տարի ըստ էության միանում են բոլոր մնացածը, այսինքն բոլոր ռեզիդենտ քաղաքացիները դառնում են հայտարարատու. Սակայն ինչպես արդեն նախորդ տարի հայտնել ենք, մենք համակարգը արդիականացնում ենք եւ գնալով ավելի ենք բարձրացնում եւ նույնիսկ անցած տարի հայտարարագրերի բավականին մեծ հատված ինքնաշխատ կերպով հանձնվեց Պեկին, այսինքն մենք ենթադրեցինք, որ այն եկամուտները, որոնք Պեկին հայտնի են, բացի այդ եկամուտներից մեր քաղաքացիները առնվազն դրանց իրենց մի մասը ավել հայտնելու բան չունեն եւ այդքանով համարեցինք այդ տեղեկատվությունը ամբողջական եւ հանձնված Պեկին։ Այս տարի այդ գործընթացը իհարկե շարունակվելու է նույն տրամաբանության մեջ, կգործի նույն վերջնաժամկետը եւ եթե մինչեւ նոյեմբեր մեր քաղաքացիները կունենան հավելյալ հայտարարագրման ենթակա եկամուտներ պարտավորություն ունեն բացել համակարգը եւ նշել այդ եկամուտների մասին, իսկ եթե մինչեւ նոյեմբերի 1-ը որևէ գործողություն չանեն, մենք հաշվի կառնենք, որ այն տեղեկատվությունը, որ ՊԵԿ-ը տիրապետում է, ըստ էության ու մեր հարկվճարողի կարծիքով ամբողջական է եւ լրացնելու կամ ավելացնելու ոչինչ չկա եւ մենք այդ հայտարարագիրը այդ տեսքով կհամարենք հանձնած Պեկին։ Խմբերի մասով կարող եմ ասել, որ ըստ էության ցանկացած քաղաքացիով նաեւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է, այսինքն իր կենսակաշարի կենտրոնը կամ գտնվում է Հայաստանում կամ տարվա մեջ 183 օրից ավել գտնվել է Հայաստանում, ապա այդ մարդիկ ունեն հայտարարագիր լրացնելու պարտականություն եւ այն տրամաբանությամբ ինչ որ նշեցի, կարող են իրենց պարտականությունը կատարել։ Այս խմբի մեջ մտնում են նաեւ թոշակառուները, ինչ ունեն անելու, խնդրում եմ պարզ ներկայացրեք թոշակառուների անելիքները։ Ինչպես ես նշեցի, այն տեղեկատվությունը, որ պետությունը տիրապետում է, իսկ օրինակ թոշակների մասին տեղեկատվությունը հենց այն տեղեկատվությունը, որ պետությունը տիրապետում է, ինքնաշխատ կերպով լրացվում է հայտարարագրման համակարգում, մենք որոշ ժամանակ առաջ շաբաթներ առաջ կարելի ասել գործարկեցինք մեր տվյալների փոխգործելիության նոր մաս, որը հենց թոշակների, սոցիալական վճարների, զինապահ հիմնադրամի կատարված վճարումների եւ այսինքն հիմնադրամի ստացած հատուցումների մասով տեղեկատվության փոխգործելիություններ եւ ըստ էության այդ քայլով ամբողջացրինք մեր հայտարարագրման ենթակա այն եկամուտների ցանկը, որը պետությանը հայտնի է։ Թոշակները հենց այդպիսի եկամուտի տեսակ են, ինչպես այսի եւ արդեն այս պահից ցանկացած մեր քաղաքացի, որ բացի հայտարարագրման համակարգը, ինչը իդեպ գործում է նաև մոբայլ հավելվածով, այսինքն կարող եք հեռախոսով էլ հավելվածը ներբեռնել եւ տեսնել այդ հայտարարագիրը, կտեսնեն նախալրացված արդեն հենց բաց են հայտարարագիրը, կտեսնեն նախալրացված այդ տեղեկատվությունը թոշակների մասով։ Իսկ եթե քաղաքացին ունի ստացել է թոշակ, նա կարող է այդ տեղեկատվությունը տեսնել։ Հիմա ինչ վերաբերում է իրենց պարտականություններին, ըստ էության, եթե թոշակառուն այլ եկամուտ չի ստացել, քան թոշակն է, այսինքն օրինակ թոշակառու մեր հայրենակիցները չունեն անշարժ գույք, որը վարձակալությամբ են հանձնել եւ հանձնել են այլ ֆիզիկական անձի եւ այսպիսով չկա հարկային գործակալ։ Նմանատիպ եթե դեպքեր չկան, այսինքն նա բացառապես ստացել է օրինակ թոշակ պետությունից, այդ տեղեկատվությունը արդեն իսկ նախալրացված է համակարգում եւ ըստ էության նրանք որևէ լրացուցիչ անելու բան չունեն, կգա վերջնաժամկետը, մենք այդ տեղեկատվությունը կհամարենք ամբողջական եւ հանձնված կհամարենք Պեկին։ Ուրիշ բան, եթե ինչպես նշեցի, քաղաքացին ունի այլ եկամուտներ, այլ հարկող օբյեկտներ, որոնք որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ արդեն իսկ հայտարարման համակարգով պետք է ներկայացնել պետական եկամուտների կոմիտեին եւ վերջնաժամկետին լրանալու պես կհաշվարկվի համապատասխան հարկը եւ հնարավոր կլինի այդ հարկը վճարել։ Այսինքն այն քաղաքացիները, այն կենսաթոշակառները, որոնց եկամուտը բացառապես թոշակն է, նպաստն է, պետությունից ստացած դրամական միջոցներն են, իրենք անհանգստանալու կարիք չունեն եւ հավելյալ մուտք գործելու, ինչ որ եկամուտներ լրացնելու անհրաժեշտություն չունեն։ Դա համարվելու է լրացված ժամկետը, որ մոտենա։ Որպեսզի ավելի համապարփակ պատասխանեմ, ասեմ, որ անհանգստանալու բան իհարկե չունեն, սակայն հայտարարագրման համակարգ մուտք գործելը կարծում ցանկացածի համար նաև քաղաքացիական գիտակցության առումով կարևոր
քայլ է, քանի որ ըստ էության այդտեղ են ամփոփված տարվա ընթացքում վճարած բոլոր եկամուտները, տարվա ընթացքում վճարած բոլոր հարկերը։ Այսինքն քաղաքացին կարող է ամբողջական պատկերացում ստանալ, թե օրինակ պետությանը ինչքան հարկ է վճարել։ Եվ կարծում դա կարևոր որոշակի հայեցակարգային մոտեցում է։ Ինչպես նաև այն քաղաքացիներ, ովքեր օրինակ ունեն սոցիալական կրեդիտներ, նույնպես պետք է մոտ գործեն համակարգ, հանձնեն արդեն հայտարարի, ստորագրեն հայտարարագիրը, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել սոցիալական կրեդիտներից։ Այսինքն այդ թվում նաև մեր թոշակառու հայրենակիցները, ովքեր որ կունենան սոցիալական կրեդիտներ, հնարավորություն կունենան ստանալ դրա վերադարձ։ Եթե կլինեն թոշակառուներ, որոնք ամեն դեպքում անհրաժեշտություն ունեն մուտք գործելու, հա, ենթադրենք ինչպես դուք նշեցիք, տունը տվել են վարձակալության եւ դա պետք է արտացոլեն համակարգում։ Վստահաբար կլինեն դժվարություններ, ոչ բոլորն են, որ տիրապետում են այս գործիքակազմին, քաղաքացիներին աջակցելու առումով ինչ եք նախատեսում։ Դե մենք բնականաբար ունենք սպասարկման կենտրոններ Հայաստանի տարածքում եւ մեր սպասարկման աշխատակիցները միշտ պատրաստ են բացատրելու ուղղորդելու որոշակի առումով թե ինչ տեսակ գործիքակազմ պետք ունի եւ ինչ հնարավորություններ կան։ Իհարկե մենք չենք կարող քաղաքացու փոխարեն գործողություն անել, քաղաքացին ինքը պետք է հայտարարի իր հարկերը, բայց օգնություն իհարկե կարող են ցուցաբերել, նաև այդ թվում նաև ունենք թեժգից եւ հեռախոսազանգերի միջոցով հնարավորություն ունեն քաղաքացիները իրազեկվեն տարբեր իրենց ուզող հարցերից։